Օրա գալու ասածս հիշեք։ Ծիծեռնակաբերդը վերանվանելու են առաջին համաշխարհային պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիր։ Այ հիշեք ես։ Սա ես եմ ասում։ Այսօր առաջին ինձանից լսեցիք։ Հենց որ ասալամ ալեյկում եկան թուրքերը ձեր մոտ, ասալամ ալեյկում Նիկոլա Կպեյականներ, Քոչարյանականներ, Սերժականներ, հասկանում եք։ Այս ամեն ինչը ձեր շնորհքն էր։ Բարև ձեզ, խելքը գլխին ժողովուրդ։ Տեսնում եմ, իշացած նայում եք, մասի սարն են հանում այդ շտամպերի վրից անձնագրում մաքսային։ Դուք էսա սպասեք, էսա մեր զինանշանի վրայից էլ կհանեն, ընդեղ վերնիսաժում երևանցիները կիմանան, նարդի բան, որ ծախում են նկարներ, կարգել են, դրան էլ եք հասնելու։ Տուգանք կլինի, այ բյուջե լցնելու թեմայա, նարդի եղավ մասի սարով վերջ, ծախող տաղավարը տուգանվի։ Օրինակ ինձ մի բան է հետաքրքիր, տեսեք, Լավրովը որ եկավ Հայաստան, դուրս եկան են պլակատներով, բանով, սենց էլի, տարբեր ուժեր, բայց որ թուրքերը եկան, ալախի ոչ մեկ դուրս չեկավ, հա? Հասկանում եք, այ դրա համար եմ ասում, Քոչարյան Սերժ, ասալամ ալեյկում։ Այդ ինչի դաշնակները դուրս չեկան, էլի, դրանք լավ են, ապրիլի 23-ին են լավ ջահելությանը հանում, ջահերով երթեր կազմակերպում։ Բայց հիմա ինչի սենց պլակատները չառան դուրս չեկան, թուրքական դելեգացիային ընդունեին։ Հիմա տեսնում եք ժողովուրդ, որ սրանք բոլորը իրար հետ են։ Ձեզ թվում է օրինակ Քոչարյանը, դա նույն թուրքամեջ չի։ Տեսեք, այսօր դուք շատ լավ Հայաստանը տեսնում եք, որ Միացյալ Նահանգները ամեն ձևով աջակցում է Ադրբեջանին։ Նա աջակցել է Ադրբեջանին դեռ Լևոնի վախտվանից։ Երբ որ Ամերիկան կանգնեց Ադրբեջանի կողքը, հենց կարծեմ 96 թվին էր, թե երբ այն բանի վարչակազմն էր հենց Բիլ Քլինտոնի։ Ու որ ձորը գցեցին Արցախի այդ ինքնորոշման հարցը։ Դա ինձ Լևոնը ուներ պատմում էր հենց Պետրոսի եթերին։ Այդ օրվանից Ամերիկան եղել է Ադրբեջանի ամենակիփ ընկերը, ով ահռելի ներդրումներ արել հենց Ադրբեջանում, Ամերիկան։ Ու այս ամեն ինչը նայեք, էլիտան հասկացել է, լսեք, այնտեղ հիմարներ չեն։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանը իր օրոք Միացյալ Նահանգներին տվեց Հայաստանում տենց մեծ դեսպանատուն, այդ ահռելի տարածքը։ Տեսեք, Չինաստանին մի հատ շենք են տվել փոքր, բայց Ամերիկան ինչ դեսպանատուն։ Ձեզ թվում է դաշնակները նրանք նույն Ամերիկա թրքամետներն են, դաշնակներն են։ Նրանք շատ լավ մեզ պահում են այդ վախի ազդեցության տակ, թուրքը կգա, թրքի յաթաղանը, կասպատակեն ես, բայց իրանք շատ լավ աջակցում են այդ ամեն ինչին։ Տեսեք, դուրս չեկան պաստառներով թուրքական դելեգացիայի դեմը։ Որտեղ բոլոր դաշնակների երեխեքը Ամերիկայի անձնագրեր ունեն։ Քոչարյանի բոլոր թոռները Միացյալ Նահանգներում են ծնվում, մեծանում, հասկանում եք։ Քոչարյանի ու այդ մեր ընդհանրապես այդ ամբողջ այդ բանը ունեցվածքը նրանց ակտիվները սա արևմուտքում են, ընդեղ են։ Դուք եք ցույցվեք Ռուսաստանում ինչ որ մի բան ունենան։ Թակու բեր այնտեղ պստիկ ինչ որ մարտիկ մի երկու հատ օբյեկտ ինչ որ բենզակալոնկա ունենան։ Բայց այն հայկական իշխանությունների մեջից Քոչարյանը, Սաշիկա, Միշիկա, բան, դրանց սաղ ունեցվածքը դրսում է։ Դե պարզա նրանց բանով պետք է շարժվեն։ Նրանց թելադրանքով, նրանք դեռ այն գլխից են վերբով կա եղել, հենց այդ ուժերի կողմից։ Հասկանում եք, տեսեք, Հայաստանը դեռ Քոչարյան տեսերժներ արդեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու այդ ռազմական այդ զինվորական այդ վարժանքները
Այն Սաֆարովի դեպքը որ եղավ ՆԱՏՕ-ի մենտես քոչ Սերժներ կարծեմ լեն վախտ դե Քոչարյանը կարող է խառնեմ հենց որ հայել եղել է ու այսօր տեսեք Թուրքիան գալիս է արդեն այս ցելատ պարտադրում են մեզ այս ամեն ինչը տեսեք իրանք լռում են բոլորը հիմա կարող է դուրս գան ինչ որ այնտեղ ալիքներով մի քանի բան միշիկի ալիքներով խոսան բան անեն բայց գործնական ոչինչ չկա չկա տես տաշիրի համար միտինգեր մարդիկ դուրս են գալի դաշնակները դրանց երիտասարդ ակտիվը բայց թուրքի դեմը չի դուրս գա ոնց իրանց կուրատորները չեն թողնում նույնն էլ մեր հայ ազգայնականները են որ Նժդեհի նկարները դրած իրանց հետևը գրգած Նժդեհի խոսքերով ուրա դուրս եկան թուրքերի դեմը են բևերեն մևերեն սասնածռերեն եսի մինչերեն տարբեր կան Են որ խոստանում էին Թուրքի արունը, ծովեր հոսեն, բաներ, դες ոչ մեկ չկան։ Որտեվ լսեք, այս ամեն ինչը, այն նրանց միջոցով այդ դասյարակվեց այդ նոր ժողովուրդը Հայաստանում։ Այդ մարդկանց ուղեղները լվացան։ Դες ովքեր էին ասում, ռուսը դա սպիտակ թուրք է, այս թեզերը տարածողները Դրանք հենց այս Թուրքիայի գործակալներն են, տեսեք, դե թող մեկը դրանցից դուրս գար պաստառովը դրանց Ավտոշարասյան դիմաց։ Չդուրս եկան։ Հիմա չասեք ինձ, իրանք Նժդեհի հետնորդներն են, Նժդեհի անունով երդվածող։ Նժդեհը հիմա գար, մտներ, գերեզմանից հաներ։ Դրանց ցաղի բերանը չուպաչուպս կտար, այն մեծերից։ Են որ Նժդե ազգայնական ենք, ենք։ Ես հետս մի հատ այդ ազգայնականներից բանավեճ եմ կանչում, այ դուրս եկեք կապի։ Տեսեմ դուք որ այդքան ազգայնական եք, էլի, այդ ձևի լավ ազգայնական, էլի։ Հենց մի բան ասեք, եզդին դա պետք է իրան Հայաստանում զգա որպես երկրորդ սորտի ազգ, որ դուք այդքան ազգայնականություն եք խոսում։ Քուրդը ասորին Հայաստանում ապրող, մալականը ապրող, օտարազգին, որ Հայաստանի անձնագիր ունի, նույն ռուսա, կարող է բելորուս լինի, կարող է հնդիկ լինի։ Դուք ինչ եք թելադրում, որ Հայաստանը ունի տիտուլային ազգ, այ մենք ազգային, հայ ազգային։ Հələ դուրս եկեք ինձ ասեք, դուք ինչ եք ասում։ Այդ ինչ հիմարություններ եք դուրս տալիս։ Պետք է լինի մի բան էլի տիտուլային մի ազգ մնացած այդ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ սորտի ազգեր է կարա։ Օրինակ ինչի մի հատ մեր եզդիքից մի հատ թասիբով մեկը չկա կանգնի ասի այ ազգայնականներ։ Հիմա մեր եզդի ազգայնականը ոնց պետք է լինի։ Հիմա մենք ձեր հետ ենք ապրում, մենք ուրեմն ձեր ազգայինի մեջ չենք մտնում։ Այսենց հիմարություններ լցրեցին, պրոստը այսենց տարածեցին սենց էշություններ, պարզապես որ թուրքի ճամփ են բացեն։ Ռուսական բազայի դեմը հələ միտինգ են անում։ Դե գնայք մի հատ էլ բան են, Մարգարայի այդ անցագետի դեմը միտինգ անեք, թուրքերը չմտնեին։ Հասկանում եք։ Ես դեմ չեմ էլի Թուրքիայի հետ հարաբերություններին, բայց լսեք արժանապատիվ ձևով, ոչ թե նայեք մեր քթից ծեծեցին, քթներիցս արունը բերեցին, թևերները սենց օլորած այս վիճակին է, Նիկոլն է արել էս։ Ու այս ամեն ինչը Քոչարյան Սերժ նրանք են սկսել, սրանք իրար հետ են։ Հասկանում եք, սենց որոշեցին իրանք այս ամեն ինչը բերեն այսօրվան։ Որտեվ ասում են, հա դե քյալ ազգ, հա դե քյալը, դե ոնց քյալին հասկացնես, գլխին տալով պետք է հասկացնենք։ Միջև այդ ոչ մի այն խնդիրը լուծելու այդքան ծրագրեր էր եղել, բան էլի, կարգավորող էլի, տարբեր առաջարկներ, ամեն ինչից հրաժարվեցին։ Բա ոնց մեզ կասեին, ոչ մի թիզական, ամեն արա թուրքը կռվել չգիտի, թուրքը մարտիկի հոգի չունի, ես չունի, այն չունի, ասենց էշությունները լցրել եք մարդկանց ուղեղը, ու հիմա Նիկոլի ձեռով այն քթից արունը գնալով ժողովրդի, այսպես թևերները օլորած քացով տալով ստիպում եք այդ ամեն ինչը ասենց մեխի պես դնում, դալբիտ եք անում ուղեղների մեջը, ստորացման ճանապարհով։
Այսա իմ դուրը չի գալիս։ Այսա սխալա։ Պետք է սա շուտ արվեր։ Հենց որ տեսեք ես դրա համար ու երևի մեր ազգը սրան արժանի է։ Մեր ժողովուրդը, մեր նայեք էլիտաները, այն մեր պարզապես ունևոր մարդիկ, հասկանում եք, այն մարդիկ, որ կարող են այս ռեֆորմների հետևը կանգնեն, որտեվ եկեք տենց չի էլի աշխարհում միշտ այդ բարեփոխումները անում են, զարգացած ունևոր մարդիկ ներդրում են անում դրա մեջ։ Անենց չի որ նիշիբրոդ ժողովուրդը ելնում է փողոց, իշխանությունն է փոխում։ Չկա տենց բան։ Հասկանում եք, բայց նայեք, մեր էլիտան, մեր այդ սենց ասած այդ բարձր խավի ներկայացուցիչներին պետք չի այսքանը։ Իրանց երեխեքը դրսներում քաղաքացի են, այնտեղ մեծանում են, այնտեղ կրթվում են, այդտեղ Հայաստանը մնա համբալի երկիր։ Գնա զոհվի այնտեղ, մեռնի, գերեզման դնի, լացի, մենք էլ կգանք մի քանի հատ ճառեր կասենք, սենց մի քանի հատ թուլափայ կգցենք դրանց ծնողների բերանը, մեր խիղճը մաքրվի, էլի գնանք մեր կյանքով ապրենք։ Այսա է մեր էլիտան։ Դրա համար այդ էլիտան է ծնել Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Ես հիմա այսքան խոսում եմ այ երրորդ ուժի մասին, էլի, տեսեք, որ պետք է այլընտրանքը ձևավորվի այս երկուսին։ Լսեք, երրորդ ուժը ես չեմ հորինել։ Երրորդ ուժը դա հենց այդ համակարգների մեջ ծնված տերմին է, էլի, այդ նույնը կա հենց Ռուսաստանում կա, հենց բացեք կարդացեք Տրեյցիա սիլա, դա այն է, որ պետք է նույն Հայաստանում տարիներ առաջ էլի խոսացել են, որ մի ուժ պետք է ձևավորվի, որ հակակշիռը լինի այդ ձևական իշխանության ու ձևական ընդդիմության։ Հասկանում եք, որտեվ դուք շատ էլ լավ ժողովուրդ հասկանում ա, Նիկոլ, Սերժ, Քոչարյան, իրար բերան թքածուն են սրանք, հալա, ուրիշ բան էլ արածում են, իրար բերալ, հալա, դրա համար այստեղ ոչինչ չկա։ Պետք է այդ երրորդ ուժը դա իմ հորինածը չի, դա այն է, որ պետք է ընդդիմությունը նորմալ, պարկեշտ, ոչ թե կներեք արտադրությունից բոզի տղա ընդդիմություն է, որ կա ձևական, այլ իսկական հավաքվեն, միավորվեն, պետք է մեր այն էլիտայից մարդիկ լինեն, մեր ունևորներից, մեր սփյուռքից, տարբեր տեղից, փորձեն ձեռք մեկնեն, որ այս փոքր ծնած ծիլը ծառ դառնա մեծ սեկվոյա դառնա, որ ժողովրդի հետ այս շախմատի տախտակը շուռ տանք։ Այսա պետք է արվի։ Սա ես չեմ հորինել, որ ասեմ, սա իմ անձնական հեղինակային իրավունք ունեցող մի բան է, սենց մի հասկացեք, սա ինձ այդ երրորդ ուժն է, որ պետք է հավաքվի, որ այս ամեն ինչը սրբի տանի։ Դե չէ, սենց դրել եք էշի տեղ եք դնում, հեսա, ասում եմ, Ծիծեռնակաբերդը օր է գալու, հիշեք, դա սարերի հետևում չի, որ համարելու են բան, առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձան։ Ու հայն ու թուրք իրար հետ կգան ծաղի կդնեն։ Ես ասում եմ, միգուցե դա ճիշտ է, դա ինձ մնար, ես ընդհանրապես այդ բանը չէի սկսի, որտեվ դրանից Հայաստանը մենակ տուժեց արդյունքում, էլի։ Ու շատ խելացի մարդիկ ասել են, որ դա պարզապես սովետական միությանն էր պետք, որ սենց ասած Վարշավյան բլոկի դիմաց ունենա մի ֆանատիկ ժողովուրդ, էլի, նամանավան Թուրքիայի դեմը կանգնած։ Այն որ թուրք լսի սենց մազերը կանգնի կատաղի ու գնա կյանքը տա, էլի, այ դրա համար սա ուղեղային կենտրոններում մտածված էր այս ամեն ինչը։ Բայց քանի էլ այտենց չի, նայեք, էլ ժամանակը շուրջ չես տա, սա պետք է արվեր արժանապատիվ ձևով, ոչ թե ասում եմ թևերները սոլորած քթներիցս արունը գնալով։ Դրա համար պետք է այդ ձևավորվի այդ այլ ուժը, ես լսում եմ այս քաղաքական գործիչներից, դափոնով հեռախոսը համար ունեմ, այ ասում եմ, մի օր գալու է, ես այդ բոլորի այդ անունները հրապարակելու եմ, ովքեր են ծախվում, ումը կարան փողը տան սեղանի տակից բռնեն։ Ես հիմա դիմում եմ, տեսեք Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյան ու իր ընտանիքը, ով լսում է, էլի,
Հետաքրքիր է, ձեզ հետաքրքիր չի Հայաստանը իր ապագա պատմության մեջ ինչ է գրելու ձեր մասին։ Ինչ պետքա գրի ձեր մասին։ Դուք ինչ եղաք, դուք այն իշխաններից եք սենց եղել այսօրվա օրով, որ հանդուրժեցիք այս ամեն ինչը։ Ու մորոք այս ամեն ինչը եղավ։ Ես ասում եմ, կապի դուրս եկեք իմ հետ, իմ հեռախոսահամարները կան, ինձ գտնելը բարդ չէ։ Դուրս եկեք կապի, լսեք, կա կոնցեպտ, ոնց այս ամեն ինչը անել։ Կա կոնցեպտ, կա, որ պետքա տրվի անցած այս տարիներին պատմաքաղաքական եւ իրավական գնահատական, որի մասին ձեր մոտ ոչ մեկ չի խոսում։ Ձեր PR մենեջերներին հանիր սիկտիր արա, Սամվել Կարապետյան։ Այն անթրաշ, մանթրաշ, որ կան ընդեղ, նրանց կարանք հետո ուղարկես բան, Աֆղանստան, բան, դեսպաններ, այ, իրաց տեղնա։ Ցորարա Մուհամեդ Մարգարեի հետևորդ լինես այս երկար մորուքով։ Այդ դրանք էս բան չեն սովորացնում։ Դրանք հիմարություններ, էշություններ են դուրս տալիս։ Զավոդներ սարքենք, ես անենք, դա ծրագիր չի։ Սամվել Կարապետյան, դու սենց դառնալու ես մեր ֆուտբոլի հավաքականի օրն ես ընկնելու, պարտվելու ես։ Դուրս եկեք ինձ հետ կապի, լսեք, կա կոնցեպտ, դա շատ պարզ է, դրան մեծ բան պետք չի ունենալ, ինչ-որ գիտելիքներ ու բան, ոնց դրան հասնել, թե չէ սենց շարունակվեց, նայում եմ, ամեն բլոգեր, բոլորը նստած մազ են պրճոկում, վայ, մեր Արարատը, մեր Մասիս, հիմա այդ բոլոր բլոգերներին եմ ասում, եկեք միավորվենք, հետո քացով քաղաքական դաշտեն բուտանկեքը կմնան միտեղ, այն իսկական գործիչներին կբերենք իրար հետ իրար գլուխ թող միանան իրար։ Հիմա ես ձեռք եմ մեկնում բոլոր բլոգերներին, նույնիսկ բանին, այն գլամուր Գագիկ Թադևոսյանին, դիրիժորին, Կարեն Էդգարին Մոսկվայի, Էդգար ջանին, կարծեմ Համբարձումյան, բանին Վարդան Պետրոսյանին, լսեք, եկեք բոլորս միացնանք իրար, թե չէ որ դուք ամեն մեկը տնտեղ խոսում եք, նվնվում եք, վնգստում եք, բան, դրանով ոչինչ չի փոխվելու։ Պետք է այսպես իրար հետ միավորվենք, իրար հետ այսպես հանենք այս, նայեք այս իրավիճակից մեր քաղաքական դաշտը մենք հանենք, որտեղ այսօր մեր լրատվական եւ այս ամբողջ այդ ռեսուրսները բաժանված են երկու մասի, երկու թրքամետների միջև։ Մեկը միշիկական թրքամետներն են, ասենց թակուն, Սաժամիշիկա Քոչարյանական, էլի, այն մյուսն է Նիկոլական, այնա տեսնում եք։ Որ այդ երկու կողմից ոչ մեկ չգնաց թուրքական մեքենաների դիմաց, ինչ որ պաստառով, ցեղասպանությունը դատապարտող, հասկանում եք, նրանց ոչրագործությունները այսքան մեն դաժանությունները, այս ամեն ինչը տեսեք, կուլ են տալի, թքածները լիզում են։ Դրա համար սա է միակ եղանակը, Սամվել Կարապետյան։ Եվ բլոգերներ, հանրային դաշտում հայտնի մարդիկ, ակտիվ մարդիկ, ձեզ եմ ասում, եկեք ստեղծենք այդ այլընտրանքը ինֆորմացիոն դաշտում։ Էլի եմ կրկնում անունները, Էդգար Հակոբյան, Էդգար ջանը, Գագիկ Թադևոսյան, ընդեղ բան կա, Լենդրուշկա ազգանունը չեմ հիշում ու բանը, Վարդան Հակոբյան, եկեք սաղով իրար հետ բան անենք, այլընտրանքը ստեղծենք այս ինֆորմացիոն դաշտում, ու ստիպենք մեր քաղաքական դաշտը բուժվի, որտեվ ժողովուրդը հավատացեք շատ անգամ մերպես մարդկանց ավելի շատ է լսում, քան թե 168 AM բան ընդեղ բեմականացված իրար տփեն, բան անեն, ասենց ինչ որ լայն, հասկանում եք, սա ժողովուրդը արդեն հիմար չի դարել, մեր ազգը դարել է քաղաքագետ, ամեն մեկը մի քաղաքագետ է։ Հենց կա մի 30% խորը անասուն, մեծ եմ բգոյի ասած բգոցավը տանեմ, լավ բար սովորացրիր։ Այն մնացածը խելքը գլխին մասը է։ Ու նրանց այդ հիմարություններով չեք խափի։ Իսկանը
Իսկանը ուրիշ եք ասենք շարունակվեց հայտարարությունների շքերթ հալիներու առնվազն մի սերունդ դուք ուտելու եք դա մի 20 տարի հաջողություն